Իշեք հայորդիկ անունն էրանց Լիզբոն գնացին մահին են թարած Բայց նրանք միշտ կան ու կապրեն այնքան Քանզի ապրում են հայն ու Հայաստան Բայց նրանք միշտ կան ու կապրեն այնքան Քանզի ապրում են հայն ու Հայաստան Դե սարկեք, սարկեք, մինչև շունչ վերջին Արժանի լինենք պարքի բեսակին Դե սարկեք, սարկեք, մինչև շունչ վերջին Արժանի լինենք պարքի բեսակին Պատմություն հայաց դաժան է եղել Դարը շարունակ շատ ենք տարապել Բայց պիտի շտկենք պատմությունը մեր Կանցկալի կյանքին պարտական ենք մենք Բայց պիտի շտկենք պատմությունը մեր Կանցկալի կյանքին պարտական ենք մենք Դե սարկեք, սարկեք, մինչև շունչ վերջին Արժանի լինենք պարքի բեսակին Դե սարկեք, սարկեք, մինչև շունչ վերջին Արժանի լինենք պարքի բեսակին Պիտի ծածանվի կրկին Սուրբ երագույնը բասիսի գլխին Պիտի մեռանվի հողը հայկական Դե եկեք երկենք կեցե Հայաստան Պիտի մեռանվի հողը հայկական Դե եկեք երկենք կեցե Հայաստան Դե սարկեք, սարկեք, մինչև շունչ վերջին Արժանի լինենք պարքի բեսակին Դե սարկեք, սարկեք, մինչև շունչ վերջին Արժանի լինենք պարքի բեսակին Դե սարկեք, սարկեք, մինչև շունչ վերջին Արժանի լինենք պարքի բեսակին Դե սարկեք, սարկեք, մինչև շունչ վերջին Արժանի լինենք պարքի բեսակին Դե սարկեք, սարկեք, մինչև շունչ վերջին Արժանի լինենք պարքի բեսակին Դե սարկեք, սարկեք, մինչև շունչ վերջին Արժանի լինենք պարքի բեսակին Երևանի մեջ յուրաքանչյուր օր արվեստ է, յուրաքանչյուր ժամ վայելք է և յուրաքանչյուր րոպե երաժշտության երգարվեստ է։ Ու այդ արվեստը այսօր մենք պիտի վայելենք վանացայինի եթերեն և երգիչ երաժիշտ Մավր Մկրտչյանի հետ։ Ողջույն սիրելի Մավր։ Ողջույն, ողջույն, Կարմեն ջան։ Անչափ ուրախ եմ և խոստովանենք, որ քո երգերը անընդհատ կհնչեն մեր եթերեն և շատ սիրելի են։ Մի օր էլ սպասում ենք, որ դու անցամբ լինես մեր մոտ ու երգես մեզի համար։ Մավր Մկրտչյան, մեզի ծանոթ դարձավ առաջին անգամ ինչ որ երաժշտական մրցույթի ժամանակ ավարայրի թաշտը երգով։ Հետաքրքիր է անկեղծ ասեմ, որովհետև տպավորություններ ունես քիշադակների հետ կապված։ Միշտ Հոկի ջան երգն է, որ մարդկանց մոտ առաջինը տպավորվել է, բայց ձեր մոտ ավարայրի դաշտն է, իմ սիրելի երգերից մեկն է, Աշոտ Չիվանու հրաշալի երգերից մեկն է։ Իհարկե, դա Շանթ հեռուստաընկերության ժողովրդական երգիչ նախագիծներ, այնտեղ շատ համարներ են, բազմաթիվ կատարումներ կար, բայց
Հիշում եմ մի քանիսը, որ այնտեղ մինչև հիմա տպավորվել են մարդկանց մոտ։ Դա մեկը Հեյոկիջյանն էր, մեկը Դարդմյանին էր Սայաթ-Նովայի, դեղից նաև Կոմիտասն էին շատ հիշում ու նաև Ավարայրի դաշտը, որը ձեր մոտ փաստորեն Ավարայրի դաշտն է։ Իր այդ ժամանակ որ մասնակցեցիր։ 20-21 արդեն դեպի վերջի փուլում։ Երկեր չէին քեզի համար այդ երկերը այդ տարիքին։ Դե այդ ժամանակ շատ էին ասում, բայց միշտ ներքին մղում կար, այդ ժամանակ ես շատ հիշում եմ մեր Ռուբեն Ալթունյան մի լավ խոսք ասաց, Մավրը սիրում է մոնումենտալիզմ, այսինքն այդ մտածողության մեջ կա, դա իմ մոտ փոքրուց եղել եւ սիրել եմ միշտ մոնումենտալ գործեր, այսինքն մեծ այդ մտածողության մեջ եւ դա կարծում եմ դրա համար տարիք եւ պետք չի, որովհետեւ դա մտածողության մեջ է գալիս, իսկ իմ մոտ իհարկե եւ արդեն քու երկերու մեջ արդեն ինչ որ կա իմացողություն, այսինքն բադական կատարումներ չեն երբեք։ Այս հաղորդումը մավրճան ունգընտրության վայելքը իրականության մեջ նաև երկի վայելքի հաղորդում է։ Իսկ առաջի երկը, որ երկը պիտի ուզես որ գնա եթեր ու մեր ունգընտիրները քեզի դեն նաև Facebook-ի մեր էջով բանացայնի, որը գնախնդրես այս պահին որ Անկեղծ ասեմ, ես ձեր հաղորդումը շատ եմ սիրում, շատ հավանում եմ ու գիտեք ամենաշատը ինչն է ինձ ուրախացրել, երբ որ լսում եմ գիտեմ հաճախակ եք դուք դնում այդ երգը, ձայն դրով ծովակի այն սկիզբը որ կա սսու գնում է, արդեն հենց այդ ելևեժները տեղից եմ լսում, տեսահոլովակը չկա, մենակ հենց կատարումն է դաշնամուրով YouTube-ում տեղադրած, իմ համար նաև թանկ է որ դուք այդ երգն եք գնահատել, որովհետև իմ համար շատ կարևոր երգ է դա իմ երկացանքում, չգիտեմ կառաջարկեի նաև այդ, կարող եմ ուրիշ գործեր առաջարկել։ Լավ, թողենք իմ ճաշակին։ Թողենք ձեր ճաշակին, Եվ սիրելիներ արդեն մենք պիտի դիտենք Մավր Մգրտիչյանի կատարողությամբ երգը։ Սպասենք եւ նայենք, որ երգի մասին է խոսքը։ Ձայն դուրով ծովակ, ինչու լարում ես, ողբակից լինել, չկամիս դժբախտի Այս ժարերի հետ շարժեցեք սեպյուր ալիքը վետվետ խառնեք արտասում Այս շարերի հետ Արդյոք գալու է Տեսնել Մասիսի
գլխին մի դրոշակ Եվ ամեն կողմից բանդուղ թայորդիկ դիմեն դեպի ուրյանց սիրուն հայրենիք Եվ ամեն կողմից բանդուղ թայորդիկ դիմեն դեպի ուրյանց սիրուն հայրենիք Ես գիտեմ, որ դու արդեն գնես տաշնավորումներ, երգերը ամբողջությամբ, այսինքն որ մեկ ավելի կսիրես, այն ինչ որ դու ես անում, կամ այն ինչ որ երաժիշտներ ինչպես հիշեցիր տաշնակահար Անանյան Իհարկե բաներ կան որ կներեք բայց ես ուզել չեմ կարող անել որովհետև Կարեն Անանյանի մտածողությունը իր այդ ամբողջ ձևավորումը դաշնամուրի մեջ դա ամբողջ մի կյանք պետք է ապրել որ այդ մակարդակին այդ պրոֆեսիոնալիզմին հասնել բայց օրինակ նույն ձայն տուրով ծովակի դաշնակահարումը ոնց դուք եք ասում դա ես եմ արել դա իմ զգացողությունն եմ փորձել ներդնել եւ ունեմ Երևի դրա համար էլ շատ էլ սիրում ենք ունեմ իհարկե գործեր նաեւ որ ես ինքս սկսեցի երբ որ զբաղվել նաեւ գործիքավորմամբ արեցի մի քանի բան կարող եմ նշել դա օրինակ Նժդեհի երգը որ ամբողջ ես հրաշք է հիմա չհայտարարեմ իմ ունգընտիրներում որ այդ երգը շուտով պիտի լինի պիտի ելա YouTube եւ մեր երկուքի կատարողությամբ իսկ մի հատ էլ երգ ունես Աշուղ Շիրվանիի Ահա, այդ երկրորդ երգն էր, որ այսօր ուզում էի ձեզ նորություն ցույց տալ, էլի։ Որ ես վայելեցի այդտեղ։ Էլի մեր Կարենի հետ մեր համերգային ծրագրերից եկած մի փուլից եկած մի երգ էր, որը որ Սա էլի իմ ու Կարենի համատեղ գործերից էր աշխատանքներից էր, որը համերգային փուլում մենք մի քանի անգամ երգեցինք եւ հիմա որոշեցի դա նաեւ հանրությանը այսպես էլի դաշնամուրային տարբերակով ցույց տալ, այո։ Դեռ չեմ մտածել, բայց կարծում եմ միջև այդ մի բան կանեմ։ Պետք է որ արվի, ինքը շատ սիրուն երգ է, ու սպիրկահայերը շատ սիրուն է երգը, հա։ Լավ, էլի մենք մի հատ թաթարարնենք, տեսնենք ոնց կարող ենք այդ երգը լսեն, եթե մինչ այդ չունեցավ իր տեսահոլովակը, անպայման կխոստանամ, որ լսենք այդ երգը, սիրելիներ, որովհետև այդ երգը հրաշք երգ է եւ դուք սպիրկահայերս մենք շատ կսիրենք այդ երգը։ Şogorani, edme şu daş duduran yarım gorani, ah ben nerede gel gelan, me şogorani, yarım gorani, yarım gorani, yarım gorani, bayre me şogorani, yarım gorani, yarım gorani, yarım gorani, bayre me şogorani.
Ջայնի նայնարի գնանար Հայներ նայներ 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 Հայներ նայնարի գնանար Ջայնի նայնարի գնանար Լուսնակ երգիր գշող է Լուսնակ երգիր գշող է Սիրուն յարս կծող է Լուսնակ երգիր գշող է Լուսնակ երգիր գշող է Սիրուն յարս կծող է Եկ լսինք զուրնեն ինչը կչալը Ուսենը հմը չմ սրտին կխալը Եկ լսինք զուրնեն ինչը կչալը Ուսենը հմը չմ սրտին կխալը Şeklik mazel, akçı kuşeklik mazel, enzi varen konazel. Akçı kuşeklik mazel, akçı kuşeklik mazel, enzi varen konazel. Yeklesin surnen imçe geçale, Hüseyin'e hemeçem serdin tıkale. Yeklesin surnen imçe geçale, Hüseyin'e hemeçem serdin tıkale. Yeklesin surnen imçe geçale. Մավրջան, դու ճավախցի ես։ Ես եթե չեմ սխալիր, դու ունեիր հաղորդում ճավախքի մեջ։ Այո։ Հասկացա ինչի մասին եք ասում, չէ, ինքը հաղորդում չէր, դա պրոյեկտ էր, որ անցած տարի արեցինք, կոչում էր Ջավախքի ձայնը։ Ինքը մրցույթ փառատոն էր, որի նպատակն էր մի քիչ խթանել Ջավախքում տիրող այդ երաժշտական մթնոլորտը, երեխաներին նոր ստիմուլ տալ եւ ինչու՞ չէ նաեւ այն երեխաներին, որտեղ մենք ընդգրկել էինք այդ պրոյեկտի մեջ, փորձել ինչ-որ մի բան անել եւ դա արեցինք համատեղ Ջավախքին աջակցություն հիմնադրամի հետ։ Կարծում եմ բավականին ստացված եւ հաջողված պրոյեկտ եղավ, որովհետեւ Ջավախքում նման տիպի պրոյեկտներ երևի չեր եղել կամ քիչ էր եղել։ Կան իհարկե անում են մարդիկ, բայց երբ որ Ջավախքի երեխան ամբողջ կյանքում, ասենք գյուղում ծնված մեծացած տաղանդավոր երեխան, որ հնարավորություն է ունենամ ինչ-որ մի փուլում ժողովրդական նվագարանների հետ համատեղ համերգում երգել, աշխատել նաև տարբեր մասնագետների պրոֆեսիոնալ կոնսերվատորիայի պրոֆեսորներից սկսած, դա կարծում եմ էլի հենց լուրջ ձեռքբերում էր հենց պրոյեկտի նաև մեր համար, որը կարողացանք անցած տարի դա իրագործել։ Դու այն հայորդիներն ես, որ ճավախ չլինելով այսօր այնտեղ է քո հոգիդ։ Շատ ճիշտ նշեցիք, որովհետև ճիշտ է, այստեղ եմ ապրում, զբաղվում գործունեությունը այստեղ է, բայց ուզում միտքս սիրծու հոգիս Ջավախքում է, այդպես էլ կլինի, որովհետև Այո, իրականության մեջ յուրաքանչյուր հայ պետք է ունենա այդ գիտակցությունը, այդ ապրումը, այդ ամեն ինչը, ի վերջո ինչու համար ենք ծնվել, բոլորս էլ բարդականություն ունենք անելու եւ ինչ որ արդեն կնկատեմ էլի երբ քու երկերու մասին պիտի խոսեմ յուրաքանչյուր երկը որ ընտրում ես դա ուղղակի մտածված է բադական երկեր չեն մինչև մահուպիկ է որ քեզ երկեր այդ դժվար թե համարցակեմ այդ երկերը երկել բայց դու անում ես կամ էլ ասենք Սայատնովա բայց ընտրում ես այն մի հատ երկ որ դժվար է դες չէ որ Գիտեք ոնց խնդիրը ոչ թե ես իմ առաջ խնդիր եմ դնում ինչ որ դժվար երգերի կատարում հաղթահարելու, չէ, բացարձակ։ Ուղղակի անում եմ այն ինչ որ ինձ դուր է գալիս, անում եմ այն ինչ որ ես հարազատ եմ գտնում կամ գտնում եմ կարիք մատուցելու։ Ցավոք սրտի այսօր կա մի հատ ուրիշ տենդենց, որ շատերը չասեմ, բայց այնպես է ստեղծվել իրավիճակ, որ մարդիկ հիմնականում անում են այն, ինչ որ ասում են պահանջված է կամ պահանջվում է։ Ափսոս։ Բայց իրականում այդպես չէ։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ ես կարողանում եմ անել այն, ինչ որ ես եմ ուզում։ Թեկուզ դժվարություններով, թեկուզ ինչ որ խնդիրներով, բայց ես դա հաղթանակ եմ համարում։ Բայց ինչ որ դժվարություններով ծեր կբերես կյանքի մեջ,
շատ ավելի արժեքավոր է, շատ ավելի մեծ ուրախություն կպատճառի, քան այն սովորականները։ Այդ սովորականները շատ sense հպանցիկ, փոքր, ճղճի։ Գիտեք, երբ որ ինչ որ համերգի տված մարդկանց հանդիսատեսի հետ էներգիան դրական, մարդկանց խոսքերը նույն համերգներից հետո սոցիալական կայքերում, որ գրում են հաճախակի համանանթիմակոներ, լավը հասանել է ամեն ինչ, ամբողջ այդ դժվարությունները, այդ աշխատանքիդ պատուղները, տեսնում ես, որ հոգիդ իսկապես դա արժեր անել, այդ մարդկանց խոսքերը, այդ վերաբերմունքը ամեն ինչ արժի, հավատացեք։ Կասեմ, որ Մավրճան թիվը չէ կարևորը, այլ այն մարդիկ, որ քեզ ճիշտ նկատողություն են անում, քեզ քնահատում են, այդ ինչ նշանակում է, ասենք, այդ թիվերը, այդ կեղծիքները, բան։ Դու ուրախանում ես քո հանդիսատեսով, քո երկրպագուներով, ասեմ։ Իհարկե։ Լավ, մի հատ մենք էլի դադար ենք առնում երաշտական հավատարիմ մնալով մեր եթերին, Վանաձայն ռադիոգայանի եթերին, ունգընթության վայելքը հաղորդման եւ անշուշտ Կարմեն Աջեմյանի հետ եւ այսօր Մավր Մգրտիչյանի հետ։ Դա քամին է աշնան փեշերիդ հետ խաղում եւ անձրևն է գարնան, որ դեմքիս եմ աղում։ Երբ սիրում ես ինձ, դա արևն է այրող թափանցում մաշկիս տակ, ու զեփյորն է շոյող իր շնչով մեղմուտ տակ։ Երբ սիրում ես ինձ, դա եւ այս է եւ այն անսկիզբ ու անվերջ ու հազար ու մի բան, որ լցվում է իմ մեջ եւ խլում իմ ուժերը։ Երբ սիրում ես ինձ, դա քաչիչն է մարող մեր սիրան կողնում, որ տալիս է ինձ դող աչքերիս մեջ լցնում քնքշանքի արցունքները։ Երբ սիրում ես ինձ, դա դժոխքն է մեր դեմ դիվային խաղերով եւ երկինքն ու եդեմ տրված աստծու ձեռքով։ Երբ սիրում ես ինձ, դա լույսի մեջ մթան մեր վերկրանքն է վարվող եւ փրփուրն օվկիանի մատներիդ մեջ ալվող։ Երբ սիրում ես ինձ, դա մարմինս է կրքոտ քո ձեռքով խմորված, քո մարմնին այնքան մոտ հևասպար ու քամված, ու մեր մեղ գգվանքները։ Երբ սիրում ես ինձ, դա մեր հևքն է քնքուշ գիշերվա մեջ անհուն, տրտունջներ անուշ, որ մեռնում են դառնում մեր վերջին կարոտները։ Երբ սիրում ես ինձ, երբ սիրում ես ինձ, երբ սիրում ես ինձ,
Իսկ իմ հաղորդումը ոնց որ ասում են լավ բաները կարճ են տևում։ Սա իմ հաղորդումս մենակ 30 րոպե է, արդեն հասնում է իր ավարտին։ Ուզում եմ խնդրել կամ ավելի ճիշտ քո վերջի խոսքը ասես քեզ լսող երկրբակուներին, աշխարհասփյուր հայրենիներին, բոլորին։ Ինչ կուզես ասել։ Անկեղծ ասած այսօր մի բան է պակասում մեր հայերիս մեջ, որը որ շատ կուզենայի բոլորս գոնե սրա մասին մտածենք։ Մենք իրար քիչ ենք սիրում։ Սա այս իրավիճակում կարծում եմ ուրիշ ամպակորկոր խոսքերը ավելորդ են, ուղղակի մեկս մեկից պետք է ավելի շատ սիրենք ու ավելի շատ մեկս մեկի կարիք ունենանք իհարկե, որովհետև այն բոլոր խնդիրներն ու դժվարությունները, որ մեջ հիմա կանք, միայն միասնականությամբ ու իրար հանդեպ բարձր վերաբերմունքով հայի գաղափարի, հայ մտածողության ամրապնդման ու այդ սերը հենց հայի մեջ տնելու միջոցով կարող ենք հաղթահարել ու առաջ գնալ։ Այո, ես կասեմ մենակ այդ, որ եկեք իրար շատ սիրենք։ Կհավատամ, որ դուք այդ ինչ որ աշխատանք կտանիք, դու կողքիդ մի ուրիշը անպայման որ պիտի հաջողեք ձեռք բերել այդ մեկը եւ հասցնել այն մեծ երազանքին, որ հայը կուզե հասնել, կուզե տեսնել եւ իրականացած տեսնել մեր մեծ երազանքները։ Շնորհակալ եմ Մավր ջան այս շատ գեղեցիկ հանդիպման համար, կխոստանամ, որ միշտ կհանդիպենք եւ հոս եւ Լիբանանում։ Ես ինքս էլ եմ շնորհակալ, իրականում ուզում եմ նաեւ չեր ողջույններ հղել մեր Սփյուռքում ապրող մեր քույրերին ու եղբայրներին, ասեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ես վստահ եմ, մնում է այդ վերջի խոսքս երևանում։ Հա, միայն ուզում եմ իմ ջերմ ողջույնի խոսքը հղել մեր Սփյուռքում ապրող բոլոր մեր հայ քույրերին, եղբայրներին, ասելով, որ պինդ կացեք, իրար շատ հարգեք, սիրեք, վստահ եմ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Բարով մնացեք սիրելիներ, մինչ հանդիպում։